Շատ լավ։ Մեր հաջորդ դասընթացը Աստծո կամքի իմացությունը ամուսնության վերաբերյալ։ Ոնց կարող են գիտնալ, որ Աստծո կամքի ինչը, միթե դերը ուզում է, չի ուզում, սրա մասին ենք խոսում, ամուսնության վերաբերյալ, չէ թե ուրիշ բաների մասին ենք խոսում, ուրիշ սկզբունքների մասին։ Եվ առջևնից 10 սկզբունք ունենք։ Հիմա առաջ որ սկսենք, ուզում եմ արագ բամը ասել, այս երկուշաբթի երեկոյան, ուրեմն on-line սերտողության մասնակցում էի եւ մեկը հարց տվեց, ուրգից կարան գիտնալ Աստծո կամքի ինչը ամուսնության վրայով։ Եվ երբ մի քանի բաներ ասեցինք, ուրեմն այդ անձը էլի պատասխանեց, ասեց, բայց ես պատասխանս չստացա։ Պատասխան տվեցինք, ասեցինք, որ Աստծո կամքը գիտնալը ամուսնության նկատմամբ մի համարով կամ մի ֆորմուլայով չի լինում։ Չկա մի համարը, կամ մի հատվածը, կամ մի նախատեսումը, ֆորմուլամը, որ մեզ ասում է, որ եթե այսպես անես, ուրեմն դու գիտես Աստծո կամքի ինչը ամուսնության վերաբերյալ։ Ինչու համար, որովհետև այս շարժիչի մեջ, այս մոտորի մեջ լիքը պահատրիչներ կան, մասեր կան այդ առումով։ Եվ նրա համար 10 հիմնական սկզբունքներ ունենք այս թեմայի առնչությամբ։ Աստծո կամքի իմացությունը ամուսնության վերաբերյալ։ Եվ դերը կամի մեր երրորդ դասախոսությունը ջասիցի հետ կլինի եւ այնադեն կխոսանք հետեւյալ թեմայի վրայով։ Սիրահետում ընդեմ ժամադրություն, courtship versus dating։ Սիրահետում ամուսնության նպատակով ընդեմ բարձրապես ժամադրություն, dating։ Եվ նայենք Աստծո խոսքը ինչ ասում է այս բաների վրայով։ Թիմեք, նախ Աստծուն փնտրեք։ Ամեն բանի առաջ Աստծով սկսում է, չէ՞։ Որովհետև եթե միայն մեր ցանկության հետևից լինենք, մեր քեֆի հետևից լինենք, Աստված չի ասում, որ մենք սիրո մեջ պիտի չլինենք, երբ մենք գողագից փնտրում ենք, բայց ամեն բանի առաջ Աստծուն փնտրեք։ Մենք գիտենք Մատթեոս 6:33-ը ինչ ասում է։ Մատթեոս 6:33-ում կարդում ենք. Դուք նախ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ցեզ կտրվի։ Հիմա իհարկե համատեքստում թեման ուրիշ բաների առումով է միևնույն, բայց հիմնական սկզբունքը հետեւյալն է, որ գարանք մենք օգտագործել մեր նպատակի համար էլ կիրառական առումով, որ առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրենք, Տիրոջ բաները փնտրենք։ Միայն մեր հաճույքը չէ, միայն մեր ուզածը չէ, հապա Տիրոջ բաները փնտրենք։ Եվ Աստված ինքը մեզ իր կամքի համաձայն, իր ադենին կտա, եւ եթե չի դար, սա նշանակում է, որ ինքը մեզ համար ուրիշ նպատակներ ունի։ Արագների 3:5-6 ասում է. Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը եւ քո ըմբռնողությանը մի ապավինիր, քո դրամապանության, քո հասկացողության մի ապավինիր։ Ամբողջ սրտով Տիրոջ վստահիր, ապավինիր քո բոլոր ճանապարհներին, ներառյալ ամուսնական թեմաների վերաբերյալ։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա գուղի քո ճանապարհները։ Եթե մենք մեր բոլոր կյանքի որոշումների մեջ նման ավանդ ամուսնության վերաբերյալ, եթե մենք մեր կյանքի որոշումների մեջ Աստծո առաջնագարկ չդասենք, ասված մի խոսքով երկրորդական, երրորդական լինի։ Եվ գիտեք, շատ ադեն անգամ որ մենք սիրո մեջ ենք, մոռանում ենք Աստծո, քիչով կամ շատով։ Եվ սա լավ չի։ Բոլոր ճամփաների մեջ։ Բարձրապես որ, հիմա ստացվեց, հիմա դղամը գա իմ կյանքում, կամ աղջիկը գա իմ կյանքում, ուրեմն պետք չունիմ ավելի աղոթել, ինչպես որ առաջ աղոթում է։ Դեռ դվեց, չէ՞։ Ոչ, դակավին փամը չեղավ։ Սա ընթացք է։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա գուղի քո ճանապարհները։ Նախ փնտրեք Աստծո արքայությունը
Նույնիսկ ամուսնական սիրո մեջ։ Նույնիսկ ամուսնական սիրո մեջ։ Սա հիմնական է։ Երկու։ Հասկացեք ամուսնությունը որպես ուխտ։ Էլի խոսեցանք սրա վրայով եւ այո, իհարկե, մեր թեմաների առողջությամբ գրգնություններ գլինեն դակավին եւ այստեղ ալ գա, բայց սա կարևոր է նկատելը։ Տիրոջ առաջ փնտրելը կարևոր է։ Այսինքն իր գամքի համացան ապրելը, իր թակավորությունը խնդրելը, փնտրելը, իր թակավորության գամքի հետևե գնալը, իր արքայության հետևե գնալը, իր գամքի համացան ապրելը, սրբության գամքի հետևե լինելը։ Եվ երկրորդ, միշտ նկատի ունենանք հասկանանք, որ ամուսնությունը ուխտ է։ Ինչպես ասեցինք, դիմեք քո եւ Աստծո միջև, իբր անհատ եւ իբր զույգ, քո եւ Աստծո միջև։ Էլի այդ հատվածը Մաղաքիայի երկուից հիշում եք Աստված ասեց ես քեզ թեմ եմ քո ընձաները չեմ ընդունում որ դու դաջարում բերում ես որովհետև դու քո երիտասարդության գնոջ թեմ ինչ եղած ես անավադարիմ եղած ես մաքուր կյանք չես ունեցած նրա նկատմամբ եւ նրա համար է որ Աստծո խոսքը մեզ ցուցաբերում է որ դերը լուրջ է այս ամուսնական ուխտի առումով եւ Ծննդոց 2:24 էլի մեզ հիշեցնում է որ Աստված ինք այդպես մարեց որ մարդը գթողնի իր հորը եւ մորը եւ գմիանա իր գնոջը եւ մեկ մարմին գլինեն երկու մարմին չէ մեկ մարմին գլինեն նրա համար է որ Աստված լուրջի գառնե ովևէ ամուսնալուծումը եւ այստեղ երկու հատվածներ կան, որ բարձրապես ուզում եմ ծեր ուշադրության անցնել այս պահում, բաղակը ծերում, դերը խոստացած էր Ծննդոց 12:7-ում, որ դերը ինք Աբրահամի սերունդ կտա։ Եվ այդ խոստումը արդեն նրա վրայով երբ Ծննդոց 24 այդ հատվածը պիտի մի քիչ ուսումնասիրենք այս պահում, Ծննդոց 24:7-ում ուրեմն Աբրահամ իր ծառային Եղիազարի ասեց, որ դու գնաս իմ երկիրը ուր ես եկա եւ այնտեղից պիտի գին բերես իմ տղու համար։ Ինչու որ այնտեղ հիշեցնում է այդ խոստումը, Տիրոջի խոստումը Ծննդոց 12:7-ում որ կարդում ենք, որ 24:7-ում Աբրահամ գրգնում է այդ խոստումը, որ Տերը նրան տվեց, ասելով քո սերունդին եմ տալու այդ երկիրը։ Հիմա միան այս մասը նկատի ունենանք։ Այսինքն մի խոսքով Աստված երբ խոստում տվեց, ինքը իր խոստումը գարկե եւ նրա համաձայն, երբ որ մենք խոստում տանք Տիրոջ, ուխտանում ենք նրա առաջ եւ մարդկանց վկայության առաջ, երբ ամուսնանում ենք, այնատեն դերը ինձ եւ դու, եթե ես ամուսնանում եմ գնոջ մի հետ, դու ամուսնանում ես գնոջ մի հետ, ուրեմն դերը մեր երկուսի մեջ ինք վկայ է, որ մենք պետք է հարգենք մեր խոստումը, որ տվեցինք այդ ուխտը, որ արեցինք։ Ամուսնությունը չպետք է խաղադրույք կատարել, խաղալիք չէ ամուսնությունը։ Այն Աստծո առաջ հանդիսավոր նշանադրություն է, կարևոր է Տիրոջ համար։ Ուրեմն, ինչպես տեսանք մինչև հիմա, ամուսնության առումով դերը փնտրենք, ազգամք ինչպես պիտի գիտնաս։ Դիմեք քո հոգևոր քայլվածքը ներկայիս կորոշի դու եթե այդ ճանապարհի վրա ես կամ ոչ, ինչու եթե դու ազգամքի համացան չես քայլում, մենք չենք ասում որ գադարյալ պետք է լինես, որ մենք գադարյալ չկա մեր մեջ, բայց մեր սրդի ուղղությունը պետք է թեպի Տիրոջ լինի, իր խոսքի համացան լինի, Աստծո ուզածի համացան նրա շավիների հետևից լինի, որ մենք կարողանանք այդ երաշխիքը ունենալ, որ եթե դերը ինք կամենա մեզ գործնի այս առումով, եթե ես հիմա զորնակ ապրեմ մեղքով, այնպիսի ծևով որ Տիրոջ առջև հաճելի չեմ, իբր ավադացյալ որ պետք է լինեմ, եւ ոնց ես կարամ այդ երաշխիքը ունենալ, այդ գարելիությունը սրտիս մեջ, այդ խաղաղությունը հանգչի որ դերը ինձ պիտի դա իր ադենին, այնպիսի մեկը որ իր սրդի համաձայն է։ Ոնց դու եթե հոգեորապես սիրտդ խավարած է, քայլում ես հագա Աստծո խոսքին,
ոնց կարող ես այդ հասկացողությունը, այդ իմացողությունը, այդ զանազանության հոգին ունենաս, որ նրա միջոցով կարաս ազո հաճելի աղջիկ մը կամ տղա մը փնտրել ամուսնության համար։ Չի կարելի։ Չի կարելի։ Հա, ասված եթե ողորմած լինի, պարկ Աստծո։ Բայց ասված ինքը ակնկալում է, որ ես ու դու իր խոսքի համաձայն ապրենք, որբեսի երբ ասված մեր արչևը բերե միանց, կարողանանք մտածել ասել մի տես այ Տիրոջ ուզածը։ Բայց եթե հոգևորապես լավ իրավիճակի մենք չենք գտնվում, այնադեն միշտ մեր ցանկությունները սուրբ գրքից հակառակ են։ Եվ այնադեն նույնիսկ եթե այդ աղջիկը արչևդ կանգնած լինի իբր տղամարդ, չես կարող հասկանալ, որ միթե այդ աղջիկը Տիրոջից է կամ ոչ։ Նրա համար է, որ ազում փնտրենք եւ երկրորդ հասկանանք, թե ամուսնությունը ուխտ է։ Թիվ 3 Գնահատեք հոգևոր համադեղելիությունը։ Գնահատեք հոգևոր համադեղելիությունը եւ սրա վրա գարանք ավելացնել եւ պիտի խոսանք առաջիկա օրերուն միան հոգևոր չէ, հաբա այդ զգացական, հուզական եւ նույնիսկ ֆիզիկական ալգարաս ասել, ինչու որովհետեւ այո, հոգևոր համադեղելիությունը կարեւոր է, compatibility։ Հոգևորապես դիմացի անձը compatible է քեզ, ինչպես օրինակ Ազոխոսքը ինչ ասում է 2 Կորինթացիների 6:14 սկսյալ սրանից առաջ որ անդրադառնանք Ծնոտոց 24-ը սկսենք նայել 2 Կորինթացիների էլի հատվածը ամուսնության մասին կոնկրետորեն չի խոսում, բայց խորհուրդը այստեղ է անավատների հետ սերտ հարաբերություններ մի ունեցեք, որովհետև արդարությունը անօրենության հետ ինչ կապ կարող է ունենալ, ոչ մի բան, կամ լույսը խավարի հետ ինչ կապ կարող է ունենալ։ Հիմա այս հատվածը մենք օգտագործում ենք ճիշտ այս թեմայի առումով, ամուսնության առումով։ Սա նրա մեկնաբանությունը չէ այդ հատվածի։ Հաբա սկզբունք է, որ դու եթե ավադացյալ ես, այն աղջիկը, որ բնդրում ես, ավադացյալ է կամ ոչ։ Մենք չենք ասում, որ ինքը պետք է Սուրբ ոգով այնպիսի լեցուն լինի, որ չէ։ Ուրեմն եթե այդ անձը զորոնակ այդ աղջիկը եկեղեցու մեջ ինք չի երգում, չի ծառայում, դաշնամուր չի նվագում, այսպես չի անում, այնպես չի անում, ուրեմն այդ աղջիկը ինձ համար չէ։ Հիմա մի քիչ ուզում եմ ես ալ բացվեմ, որ մի քիչ իմ վկայությունից ալ ցեզ ասեմ։ Որովհետև ես ալ ադեմը ծեր դարիքին էի, ես ալ ադեմը գար որ որոշ բաներ չէի հասկանում, ինչ որ հիմա մի քիչ կոնե ավելի հասկանում եմ Տիրոջ շնորհով եւ դակավին սովորում եմ։ 99 թվին առաջ որ Հայաստան եկա առաջին անգամ, ուրեմն եկա այն նպատակով, որ Հայաստան կամ նայեմ, կարգ մի եկեղեցիներ այցելեմ եւ նայեմ դերը, եթե աղջիկ ունի ինձ համար Հայաստանից, Երևան։ Եվ հիշում եմ, իմ հովիվի հետ խոսում էի, ինքը այնադեն կանադայում ամերիկացի մարդ էր, ասեց, ինքը զգաց, իմ զրույցիցը զգաց, որ սխալ բան մգա։ Եվ ինք շատ քաղցր բնավորություն ուներ։ Ինք ասեց, հովիկ ասեց, դու ասեց, գին բնդրում ես ամուսնանալու, ոչ թե հոգևոր ծառայության ընկերակից։ Ինչու, որտեվ ինք հասկացա, որ ես որոշ իդեալ ունեի, որ ուզում էի, որ աղջիկը այս անի, այդ անի, դաշնամուրը վարքե եկեղեցիում, ինք հասկացավ։ Եվ ես ալ հետո հասկացա, որ ինչ ուզում էր ասել եղբայրը։ Եվ այո, Հայաստան եկա 99 թվին ամառը։ Ուրեմն եւ որոս եկա, արդեն իսկ Կանադայից գային եղբայրներ, որ եկած էին, աղջիկ արած էին Հայաստանից, ինձ ասեցին, այսինչ եկեղեցին գնա, քեզ արդեն իսկ պայմանավորվածությունը հնարավորությունը կստեղծենք։ Երկու աղջիկա մի հետ ինձ կարկատրեցին, որ ոչա ծանոթ է, ոչա բան, որ իրեն ծանոթանամ, կամ գիրագի օրը, ես ուրբաթ ասա, երկու օր հետ գիրագի օրը նրանց ծանոթացա, հաջորդ օրը գնոջս ծանոթացա։ Իհարկե, անադեն ինձ չէր։ Երրորդ օրը, ամեն լավ բան երրորդ օրը կլինի։ Հասկացաք, լավ է։ Հարությունը, right? So, ուրեմն, եւ բայց արդեն իսկ որ երկու շաբթի օրը Սվետայի ծանոթացա, ինքը Բաթումահայ է, վրացահայ է։
Եվ իրարու կապար չունենք ոչ մի բան, ինչ է նգարջի կապելով Աստված իր նախախնամության մեջը, իր գամքի մեջ այդպիսի մը դասավորեց, որ առաջին այդ ճանապարհորդյանս, որ Երևան եկա, ծանոթանամ աբակա գնոջս։ Եվ այդպես եղավ մի քանի ամիսի հետ կետ վերադարձա նշանդրեքի համար, հոկտեմբերին 99-ի էլի այստեղ էի, Հայաստան էի։ Եվ առանց գիտնալու, որ օրը Աստված էլի ինձ եւ գնոջս այստեղ գբերի, որբեսի միասին Տերը ծառայենք, պակասո։ Հիմա Ամովս 3:3 հետևյալը ասում է։ Ամովս 3:3 Միթե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ Այսի երկու օքի միասին դեմը կարող են գնալ, եթե համաձայն չեն։ Մի խոսքով պետք է համադեղելիություն լինի երկու անձի միջև։ Նամանավանդ հոգևոր համադեղելիություն նրանից սկսած, նրա համար ասեցինք, որ միան հոգևոր չէ, իհարկե զգացմունքային, նույնիսկ օրինակ որոշ ընտանեկան, ֆիզիկական ալգարաս ասել, ինչու որ եթե սիրտը չկապվի, չես կարող բարվես ամուսնանալի սիրուն, ամուսնանաս։ Ես չեմ ասում, որ անկարելի է։ Եղած են երբեմն հավատացյալներ, որ ամուսնացած են, օրինակ գնոջ կամ դղամարդու հետ, որ լավ քույր է, կամ լավ եղբայր է, թեև դեսքով կարելի է այդքան բան չէ, բայց սիրտը գապվում է նրա խոսակցության, նրա ազնվության, նրա բարության, բամը չեմ ուզում ասել, բայց սիրտը պիտի կապվի։ Եթե սիրտը չկապվի դիմացինին, դժվար է։ Ուրեմն կարևոր է, որ այդ հոգևոր համադեղելիությունը լինի, այսինքն դիրոջով լինի, այդ անձը, որ ընտրում ես, իբր քո կյանքի ընկերը։ Ամենակարևոր հարցը հոգևոր համադեղելիությունն է, ամուսնությունը ավետարանչություն չէ։ Ամուսնությունը ավետարանչություն չէ։ Երբեք մի ասեք, սա սխալ հասկացողություն է, երբեք մի ասեք, որ ես ոչ ավադացյալին գարնեմ, իրեն եկեղեցի կտանեմ, ինքը վերջո դիրոջ կդառնա, ամեն բան լավ կլինի։ Հա, եղած է ադներ, կարող է դուք ասեք հարցեր տալ, եւ սա ուզում ենք ասել քույրեր եղբայրներ ջան, երբ այսօր երեկոյան մեր երրորդ դասընթացը ամփոփացնենք, մեզ ոմանք եղբայրներից եւ քույրերից այստեղ կլինեն, որբեսի եթե հարցեր ունեք մինչեւ հիմա, նույնպես վաղ երեկոյան նույնը կանենք։ Այդ հարցեր լինեն, միասին շփման մեջ նստենք կամ բարձրապես ազատ շփումի համար։ Ուրեմն մենք այստեղ կլինենք։ Մի ասեք երբեք, որ հա ինքը հիմա չի ավադում, բայց ես իրեն եկեղեցի կբերեմ։ Ինքը լավ տղա է։ Բարի տղա է, բարեսիրտ է, ինձ սիրում է, հա կարող է բարեսիրտ է, քեզ սիրում է, բայց ոչ մի ցևով չես կարող ազո խոսքի հագարակ ենթադրել, որ դու գարաս ցևով դիմացինի սիրտը փոխել, որ սիրտը փոխողը դու չես, ես չեմ, Աստված է միան սիրտը փոխողը։ Եվ ոչ մեկ այդ երաշխիքը չունի։ Նրա համար է, որ շիդագը ազո խոսքի համացան, ազո հայտնված խոսքի համացան։ Ինչու հայտնված ասում եմ։ Աստված իր գերիշխան թաքնված գամք ունի։ Եղած է ադեններ, այո, որ երկու հոգի ամուսնանում են, մեկ ավադացյալ, մյուսը ոչ ավադացյալ, եւ վերջ-վերջո մյուս անցյալ ավադացած է։ Կարելի է, բայց սա Աստուծո գերիշխան թաքնված գամքն է, որ ես ու դու չգիտեք։ Եվ եթե ես ու դու այդ գամքի վրա վստահելով մեր քայլը առնենք, մենք ուզում ենք ասել, որ մենք Աստծոտեղն ենք, եւ սա մեղք է։ Աստծո հայտնված գամքն է, որ մենք ընթանանք եւ անենք ինչ որ անենք Աստծո հայտնված գամքի համաձայն։ Մնացածը նրա կպատկանի։ Նրա թաքնված գամքը, ինչպես 2 Օրինաց 20:20 ասում է, քախնի բաները Տիրոջ պատկանում են։ Մեզ չէ։ Հայտնված բաները մեզ համար է, մեր զավակների համար է, որ հնազանդվենք ասում Աստծո խոսքը։ Եվ նրա համար է, որ այս համարները գարթում ենք, խավարը լույսի հետ կորդ չունի։ Կարող ես ասել, որ հա, բայց ես սիրում եմ նրան, ինքը դալ ինձ սիրում է, ինքը երբեք խնդիր չունի, որ ես եկեղեցի գնամ, ինքը պատրաստ է հետս ամեն գիրակի եկեղեցի գալու, աղոթքի գալու։ Աստծո խոսքի հագարակ է, եղբայրներ քույրեր ջան։ Երանի կարողանայի ցեզ ասել, որ Աստծո խոսքը ուրիշ
հնարավորություն է տալիս է այսպիսի բաներ ունենալ։ Ոչ, այդպես հիմա ելի կտեսնանք Մատթեոս 24-ից ինչ ուզում ենք ասել սրա նկատմամբ։ Աղոթեք իմաստության եւ զանազանության համար։ Հակոբոս 1:5 ասում է, որ պետք է իմաստության համար աղոթենք, որ Աստված իմաստություն մեզ տա։ Եվ Փիլիպպեցիների 1:9-10-ի մեջ Պողոս առաքյալը աղոթում է եկեղեցու համար իհարկե, որ Աստված ցեզ տա այդ զանազանության իմաստության օգին, որ կարողանաք լավ բաներ զանազանել։ Ուրեմն Տիրոջ վստահելը աղոթքի միջոցով կարևոր դեր ունի մեր որոշումների մեջ։ Ինչու՞։ Աստված ինք սրտերը ուղղորդողն է։ Ոչ թե միայն սրտերը փոխողն է, սրտերը ուղղորդողն է դերն է։ Այսինքն խոսքով, եթե դու նրա հարկես, ասելով որ ով դեր, ես չգիտեմ ինչ պիտի անեմ։ Անքան դարի է, անքան ադեն է, թուրթը կստրած եմ, քանի աղջիկա հետևե գնացի, խոսեցա, ասեցի, որ նպատակս ամուսնություն է բաներ, չեն ուզում ինձ։ Քանի անգամ սիրտս կարող է գոտրվել, եղբայրներ ջան, ցեք չբարձրացնեք։ Ամոթը։ Բայց, նայեցեք, գադակ արեցինք, այո, բայց սրանք նորմալ բաներ են։ Եվ մենք գիտենք, որ կյանքում այդ քանի անգամ մերժվելով շատ բաներ սովորում ենք։ Չէ՞ թե ոչ չէինք կարողանալ սովորել։ Աստված մեզ այդ դասերից անցնում է մինչև որ սովորենք։ Շատ քիչ պատահում է, որ զորնակ մեկը 18-20 տարեկանին մեկում է ծանոթանում է իբր օքեվոր ամուսնանում են եւ մինչև կյանքի մեջ մնում են ադարումով, որ չէ, սովորաբար այդ տարիքին դժվար է։ Աղջիկան գմոդի գանաս, աղջիկը ոչ կասե քեզ, կամ դուղուն գմոդի գանաս, դղան ոչ կասե քեզ։ Բարձաբես որ եւ գներեք, այսպես ասեմ, բարձաբես որ, բայց գիտես, հիմա այս երեկոյան հավանական է, որ ցեզ մե ոմանք նոնա աղջիկները, ես բամը չեմ ընթատրում։ Կարող եք ուշ մնալ, գիտես այդ տղան որ դուրս եկավ, այդ տղան ժպտաց ինձ։ Գամ բարև ասեց, աղջիկներ ջան, մի անեք այդպես, տղակներս ալ նույնը կանենք։ Ինչու, որովհետև սա բամը չի նշանակում։ Նրա համար է, որ ուզում ենք, որ իրար ծանոթանանք։ Ժամանակ տանք իրար եւ ենթադրություններով չի գնանք, որովհետև եթե մեկը մեկումը այսինքն հետը մի քիչ սիրարված է բամը ամեն բան տեսնում է, ինչ որ ասում է, ինչ որ խոսում է, ուրեմն սրտի մեջ մտադրություն ինձ հանդեպ, այդպես մեկնաբանում են։ Ոչ, այդպես չէ։ Ծննդոց 24։ Նայեցեք, այս պատմությունը Ծննդոց 24-ում ուրեմն գարթամ սկզբից Աբրահամը ձեր էր, իր օրերը անցկացրած էր, դեր ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ Աբրահամը իր ծառային, իր դան ավակին Եղիազարն էր, ուրիշտեղ գրված է, որ իր ամբողջ ունեցվածքի վերագացուն էր, հետևյալը ասեց. «Ցերկը դիր իմ երանքի դակ, երթում ունելու ծև մնե այն ադենվա մշակույթում։ Եվ ես քեզ երթում եմ դալիս Տիրոջ երկնքի Աստծով եւ երկրի Աստծով, որ իմ որդու համար գին չես առնի կանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես»։ Ասի մի խոսքով ինքը նույն հավատքից չէ։ Հոգևոր սկզբունք է սա առումով։ Բայց հաբա գնաս իմ երգիրը ու իմ ազգականների մոտ եւ իմ որդի Իսահակի համար գին գառնես։ Ձարան ասաց նրան. «Գուցե այդ գինը չուզենա իմ ետևից այս երգիրը գալ։ Արդյոք քո որդուն դանեմ այն երգիրը, որտեղից դու դուրս ես եկել»։ Աբրահամ ասաց նրան. «Զգուշացիր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ»։ Աբրահամ իր կամքը սա էր։ Տեստը փորձը սա էր։ Դերը երկնքի Աստվածը, որ ինձ ցանեց իմ հորը դնից եւ իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ եւ երթվեց ինձ, ասելով խոստում տվեց, երթում ըրած։ Քո սերնդին ուխտ արեց, քո սերնդին եմ տալու այդ երգիրը, նա իր ռեշտագին գուղարկի քո առաջ։ Եվ դու այնտեղից գին գառնես իմ որդու համար։ Նայեցեք, սա մարգարեություն չէ, սա դեսիրք չէ դեսած Աստուծուց։ Հապա ինք այդ ցանկությունով ներկայացնում է այս բոլոր դիսկուրսը, այս բոլոր զրույցը այդպես։ Իսկ եթե գինը չուզենա, իհարկե այստեղ ցուցաբերում է, որ ինքը հստակ 100%-ով չգիտեր, որ այդ ռեշտագը եւ որ Աստված ուղարկի նրա արչեվից, այսինքն Տիրոջ ճանապան դերը ինքը հարմարցնե եւ ստացվի հարցը, իսկ եթե գինը չուզենա քո դեպից գալ, այն ժամանակ դու իմ այս երթումից անբարդ կլինես։
Միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես։ Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ Աբրահամի երանքի տակ եւ երդվեց նրան այդ բանի համար։ Ծառան իր տիրոջ ուղդերից 10 ուղդ արավ եւ այլն եւ նայեցեք։ Հասավ այնտեղ որ հասավ ասում է 10 ամարի վերջ միջակեք Նակորի քաղաքը, երեկոյան դեմ ուղդերին նստեցրեց քաղաքից դուրս մի ջրորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրորից ջուր քաշելու։ Եվ ասաց. նայեցեք, սա իր աղոթն է։ Եվ մենք նրա մասին ենք խոսում, չէ, աղոթքի մասին։ Ով դեր իմ տիրոջ Աբրահամի Աստված, հանդիպեցրու նրան ինձ այսօր եւ ողորմություն արա իմ տիրոջ Աբրահամին։ Իր աղոթքը, իր աղոթքը։ Աստծո վրա չեն կարող ոչ մի բան բարդատրել։ Մի կարծեք, որ երբեք կարակ այդպես աղոթել։ Աստված մեր ոնց որ ստրուգը չէ, մեր ծառան չէ, մեր այդ ասենք ուրվագանը չէ, այդ ջինին չէ, որ լամպի մեջ լամպ ասպես եւ որ շփում ենք դուրս գալիս է, որ երեք խնդրանք ունես, մի հատը ամենագեղեցիկ աղջիկը ուզում եմ, մի հատ ամենաօգեոր աղջիկը ուզում եմ եւ մի հատն էլ դուք պատկերացեք, չգիտեմ։ Լավ ինձ դոլմա սարքում այդպեսով։ Ինք աղոթեց իր Աբրահամ տիրոջ համար։ Նայեցեք, ինք նախանցե դրդված չէր։ Ինչու ինքը Աբրահամի բոլոր դանը այդ ծառան Աբրահամի բոլոր դանը տերն էր։ Եթե Աբրահամ օրը մահանար առանց զավակի, Դամասկոսի Եղիազարը ինքը կլիներ, որ այդ բոլոր Աբրահամի ունեցվածքի դերը դառնար։ Ուրեմն աղոթքը վերջին միջոցը չէ, ասում է եղբայրը, այլ առաջին քայլն է Աստծո կամքը հասկանալու մեջ։ Առաջին քայլն է Աստծո կամքը հասկանալու մեջ։ Ուրեմն աղոթքով Տիրոջ մոտիկանանք։ 5. Ամեն ինչ արեք նվիրված լինելու Քրիստոսին։ Ինչու Մատթեոս 22:36-ից 40 ինչ ասում է։ Սիրեցեք քո դեր Աստվածը, չէ՞։ Ձեր դեր Աստվածը, որովհետև սա հիմնական է Մատթեոս 22:36-ից։ Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը 36 համար, Հիսուս ասաց նրան. Սիրիր քո դեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը, երկրորդը նման է սրան սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Այս երկու պատվիրաններից են գաղված Աստծո ամբողջ օրենքն ու մարգարեները։ Այսինքն ամեն ինչ որ պետք է անենք, պետք է որ անենք նվիրված լինելով մեր Տիրոջը։ Ինչու որովհետև մեր բոլոր կյանքը երկրպագություն է Աստծո առաջ։ Մեր բոլոր կյանքը ներառյալ ամուսնության այդ ճանկերը, դեսլագանները, ցանկությունները, բարի, բոլորը սրանք Աստծո առաջ անում ենք իբր երկրպագություն, իբր նվիրում։ Հիշում եք, երբ Ծննդոց 24-ը մի քիչ առաջ կարտացինք, առաջին մի քանի ամառներում Աբրահամ ինչ ասեց։ Քեզ երդում եմ տալիս Տիրոջով երրորդ համարում։ Այսինքն Տիրոջը ուխտի համաձայն, հետո մի քիչ հետ որ խոսեցավ, նրա ուխտի համաձայն ուզում եմ անես։ Այսինքն մի խոսքով իր բոլոր այդ սցենարը Տիրոջը հաջեցնելն էր, Տիրոջ կամքի համաձայն ընտրելն էր մի աղջիկը իր որդու Իսահակի համար։ Երբ դերը մենք հարգում ենք, դերը ինք գիտի մենք ասում ենք խաթիրը առնել, այսինքն մեր ուզածը անել, իր ուզած ժամանակին իր ցևովը։ Մենք գիտենք, որ եղբայրներ քույրեր ջան, մենք եթե հավատարիմ լինենք, Աստված ինք արդեն բնութագրով գադարել աբես հավատարիմ է։ Թողենք նրան, մեր աղոթները, մեր փափակները։ Կարևորը որ ինչ որ անենք Քրիստոսի համար անենք, որովհետև իրեն մեր նվիրվածությունը ցուցաբերենք, մեր նույնիսկ ամուսնության այդ ցանկության առումով կամ երբ որ հետապնդում ենք այդպիսի գործարքը, Աստծո չի կարելի գտնել հարցնելով ինչ եմ ես ուզում, այլ ինչն է փառավորում Քրիստոսին հարցնելով։ Եթե միայն եսի վրա կենտրոնանանք, խնդիրը։ Առաջ պետք է հարցնենք, սա Տիրոջ համար է Քրիստոսի փառք բերումը,
իր սիրտը ուրախացումը, շատ լավ, այն ադեն գարամ ուզել։ Երբ դերը ասեց, որ եւ աղոթքով ինչ որ խնդրում եք իմ անունովս կդրվի ձեզ։ Նայեցեք, մենք հավատացյալներուս 99%-ը կենտրոնանում ենք, ինչ որ ուզում ենք Հիսուսյանով խնդրենք, շատ լավ, աղոթք արեցինք Հիսուսյանով ամեն մի թե սրա մասին է խոսում։ Ոչ։ Հիսուսի անունը, էլի ասենք, բարձրապես գախարտական ֆորմուլամը չէ, որ քո ցանկություններու լիստի հետևը, քո շոփինգ լիստի հետևը դնում ես Հիսուսի անունով ամեն վերջսա ուրեմն հիմա ինձ կդրվի։ Հիսուսի անունը ներկայացնում է իր բոլոր բնութագիրը։ Եվ որ Հիսուս ասես, քո միտքը ինչ գալիս է։ Ով է Հիսուս։ Դերը, արարիչը, ստեղծիչը, փրկիչը, դատավորը, ամեն բանի մեջ, ամենագարողը, ամենագեղեցիկը, ամենասուրբը, ամենաարտարը եւ այլն։ Այսինքն, երբ որ նրա անունը ասես, հիմա ասեմ, երբ օրինակ Դավիթ ասեմ, նրա անունը միկս որոշ բաներ գալիս է, որ Դավիթ եղբայրը այսպես եղբայր է, լավ եղբայր է, դիրոց սիրող եղբայր, հավատարիմ ծառա եւ այլն։ Գամ եւ որ ասենք Շուշան քույրը ասեմ, միկս որոշ բաներ գալիս է Շուշան քույրը այսպես ծառայող քույր է, այսպես է, այդպես։ Գամ եւ որ Դավիթ ասեմ, չէ, Դավիթը մորսիտ։ Գադակ եմ ասում։ Նրա համաձայն է, որ մեր մտքում գալիս է դարբեր հատկություններ, որ նրանց համաձայն մենք մտածում ենք լավ անձ է, դերը սիրող անձ է, դերը ծառայող անձ է։ Բայց Հիսուսը, երբ որ Հիսուսի անունով ասում ես, այսինքն Դեր Հիսուս, իմ աղոթքս ամուսնության վրայով, այս համատեքստում, ամուսնության վրայով, ոնց քեզ բարավորում է, քո այդ բոլոր հատկությունների համաձայն դու ով ես, գադարելաբես ուզում եմ որ քեզ աջեցնել։ Սա է Հիսուսի անունով ասելը, էլի ասենք, Հիսուսի անունովը բարձրապես երկու բարեր չեն, որ դու գպցունում ես, քո աղոթքի վերջ ասելով Հիսուսի անունով, ուրեմն ես կարամ հիմա ունենալ ուզածս, այդպես բան չկա։ Ադի սուբկրային չէ։ Ազոգամքը չի կարելի գտնել հարցնելով ինչ եմ ես ուզում, այլ ինչն է պարավորում Քրիստոսին հարցնելով։ 6. Բնդրեք աստվածահաճո բնավորություն։ Բնդրեք աստվածահաճո բնավորություն։ Կահադացիների մեջ Սուրբ Օգու բդուղը նրա 9 մասերով սեր, ուրախություն, խնդություն, խաղաղություն, ամբերություն, ազնվություն եւ այլն, այդ բոլոր հատկությունները, բաղադրիչները Սուրբ Օգու բդուղին մենք պետք է ունենանք։ Աստվածահաճո բնավորություն պետք է ունենանք սկսյալ մեզանից եւ հետո դիմացի անձի մեջ պետք է բնդրենք։ Տերեգամի Շուշան քույրը շաբաթ առավոտ քույրերի հետ մի ուսումնասիրի եւ Արագած 31-ում կտեսնեք ինչպես Արաքինի անձը, Արաքինի գինը, ինչ տեսակ բնավորության գին է։ Եվ վստահ եմ որ գարտացած եք։ Ով չէ գարտացել աղջիկներից Արագած 31-ը։ Դուք չեմ ասում որ իրենք հաստատ գարտացել են, հետաքրված են նրանով։ Այո, որ ուզում են գիտնալ, չէ՞։ Ինչ տեսակի աղջիկ պետք է գտնես Ազոխոսքի համաձայն։ Եվ ասում է ինչ տեսակ գինը, Արաքինի գինը, այդ տեսակի գինը, իդեալական գինը։ Ծնոտոց 24-ում մեր բամության մեջ 12 համարից, երբ աղոթեց ինք, նայեցեք ինչ ասում է հետո։ Ահա, ես գանգնում եմ ջրի աղբյուրի մոտ, այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։ Եվ լինի, այն աղջիկը, որին ես ասեմ, իջեցրու սապորդ, նայեցեք, սա ասված փորձելու ծեմը չէ, սա եզակի պատահարմն է, որ բադահեց և ասված պատասխանեց, օրտնեց։ Ինչու այսպես ասում ենք։ Հիմա դու կարաս ասել, զոր օրնակ, այսօր օրնակ, Սարգիս եղբայրս, եւ որ ջաշի նստած ես, եթե քույր մկա, նաեւ որ սեղանի վրա բաժակ ջուր չունեիր, ինքը մոդիգանը բաժակ ջուր բերես, չէ որ նա է։ Գամ կարող է որ նա է։ Հետը նստիր, մի քիչ խոսա, գնաես, դեր ինչպես առաջորդի, չգիտեք, բայց այս բարակայում սա եզակի դեպք է եւ ինքը Եղիազարը Ազոփարքը փնտրելով, Աբրամի լավությունը փնտրելով ասեց. Եթե ասեմ մի աղջիկամը, իջեցրու սափորդ, որ խմեմ, եւ նա ասի թե խմիր, եւ քո ուղդերին ալ գխմցնեմ, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ,
Տեսնում եք, ասին քո ուզածը ինչ է, քո սահմանածը ինչ է, դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ Տիրոջը։ Եսակ ինքը Աստծո այդպես աղոթում է։ Հետո, երբ նա Դագավին իր խոսքը չէր վերջացրել, պատկերացրու, ինչ լավ բան է, այսպես, երբ մենք մի անգամ աղոթենք Տիրոջը, 30 վայրկյան հետ արդեն մեր աղոթքը կպատասխանվեց, այլևս հոգնիլ, մտահոգվել, չարչարվել չի գա։ Չէ՞։ Բայց այդպես չի պատահում։ Չի պատահում։ Ինչպես։ Երբեմն դարիներ պիտի սպասենք, այո, այո։ Եվ դեռ Դագամի խոսքը չէր վերջացրել, ահա Սապորը ուսին դուրս եկավ Ռեբեկան։ Աբրահամի եղբայր Նաքորի մեղկա գնոջ որդու պատվելի աղջիկը ասում է շատ գեղեցիկ տեսքով մի գույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր Սապորը եւ բարձրացավ վեր։ Ծառան վազեց նրան ընտարաջ եւ ասաց. «Խնդրեմ Սապորից ինձ մի գիծ ջուր դուր խմելու»։ Նա ասաց. «Խմիր տերիմ»։ Եվ Սապորն իսկույն իջեցրեց իր ցերքի վրա ու խմցրեց նրան։ Երբ վերջացրեց նրան ջուր դալը, ասաց. «Քո ուղդերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։ Եվ Սապորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ եւ դարձյալ վազեց ջրորի մոտ ջուր կաշելու եւ նրա բոլոր ուղդերի համար ջուր կաշեց։ Սա գարավան մներ։ Ծառան մինագը եկած չէր, բավական մարդիկ ուներ դա։ Հետո 22 նայեցեք, երբ ուղդերը վերջացրի խմելը, մարդը գեսիգը կաշով մի ոսկի օղակ արավ եւ նրա ցերկերի համար 2 աբարանչան հանեց 10 սիգը կաշով ոսկի եւ արծեր դու ումի աղջիկն ես, ասա ինձ, քո հորդանը մեզ համար իջևանելու դեղ կա, անալ ասեց ես ասինչի աղջիկն եմ եւ իհարկե գնաց եւ նայեցեք, երբ գնաց 26-րդ համարը Ազոխոսքը ասում է, մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը։ Եվ հետո կշարունակենք։ Մարդը ինք բնդրեց մի անց, որ բարեհաճ էր, բնավորությունը լավ էր, իհարկե նույն այդ հավատքից էր, ինչպես Աբրահամը, եւ այս աղջիկը այդպիսի բնութագիր ցուցաբերեց եւ մարդը հասկացավ սա։ Ինչու որովհետեւ ասեց ես ասինչի անցն եմ Աբրահամի, ասենք թե բարեկամներից է։ Այն այդեն այդպիսի սովորություններ կային ամուսնության առումով։ Մշակույթը գնահատում է գրավչությունը, իսկ Սուրբ Գիրքը սրբությունը։ Այս աղջիկը բնութագիր ուներ, որ եւ նայեցեք, մի բացրեք այդ ճշմարտությունը եւ որ ասում է եւ եղբայրներ ջան միայն քույրերը չէ։ Հասկանում ենք, ինչ որ Սուրբ Գիրքը ասեց, որ այս աղջիկը ասեց ինք գեղեցիկ էր եւ գույս էր ասեց։ Այսպիսի բաները, որ գարթում ենք, քույրեր եղբայրներ ջան, չի նշանակում, որ մեկը եթե գեղեցիկ չէ, կամ չեմ ուզում ավելի բան ասել, չի նշանակում, որ մեկը չի կարող ամուսնանալ, բայց մեզ համար կարևոր է գուսությունը, այո, եւ ամենակարևորը, որ սրտով գեղեցիկ լինի եւ արտաքինով իհարկե, որ դղամարդը սիրի կամ աղջիկա համար դղան էլ ինքը մաքուրանց լինի։ Մի կարծեք, որ կենտրոնացումը այսպիսի երկիրներում մեջ Հայաստանն է ներառյալ, ու աղջիկը եթե գույս չեն կարող, բայց եթե թուն քանի անգամ շնություն հրած ցանկիտ մեջ, կարող է շնություն հրածես իբրավադացիալ։ Դու ուզում ես գույս աղջիկ, դու շնություն հրածես իբրավադացիալ։ Ոնց։ Դու ամակուր պետք է լինես, իբր տղամարդ։ Բնդրեք Աստվածաաջո, ես չլսեցի Արտուր եղբորս ասածը, հետո խոսեմ։ Հա, նայեցեք, սա կարևոր խոսք է, դքեղ աղջիկ չի գա, մանավանդ Տիրոջով դքեղ աղջիկ չի գա։ Եվ մարդ արարածը Աստծո պատկերամասանը ստեղծված է, դքեղի բանի արծը չէ։ Իհարկե, բայց դղու սիրտը կամ աղջիկա սիրտը պիտի կպնի, պետք է սիրի։ Սա կարևոր է։ 7-րդ։ Հետևեք մաքրությանը։ Մի քիչ առաջ կարդացինք, ինքը գույս էր ասեց, չէ՞, 16 համարում։ Հետո 65-րդ համարում նույն գլխի մեջ։ Եվ ասաց Զարային, ով է այդ մարդը, որ դաշտում ընտարաջ է գալիս մեզ, Ծառան ասաց նա իմ դերն է, Ռեբեկան քողն արավ ու ծածկվեց։ Սովորության համեմատ, այո, մաքրությունը, ամոթխածությունը, ինչու որ Դագավին ինքը հարց չէ։ Իսահակը գալիս է
պետք է երեսը այդ քողով ինքը փագի։ Այդ նրա մաքրությունը ցուցաբերում է։ Եբրայեցիներ 13:4 սրանից առաջ կարդացինք, ելի կարդանք, Աստվածքը ասում է ամուսնությունը ամբողջովին բադվական է, իսկ ամուսնության անգողինը սուրբ։ Շնացողներին ու բորնիկներին Աստված բիդի դադի։ Մաքուր բան է ամուսնությունը, եւ պետք է մաքուր մնա։ Այդ Թեսաղոնիկեցիների 4 3-ից 5 համարները։ Քանի որ ազգամքը սա է, ինչ է ազգամքը։ Մարդիկ հարցնում են, ինչ է ազգամքը։ Ոնց կարող են գիտնալ Տիրոջ կամքը։ Ամեն բարակայում, ամուսնության մեջ էլ։ Ձեր սրբությունը, որ դուք բորունգությունից հեռու մնաք։ Եվ ցեզանից յուրաքանչյուրը իմանա, այստեղ ասում է գին առնել, հիմա առադյան թարգմանության մեջ ավելի բանը ուր ասում է, որ իր անոթը մաքուր բայել սրբությամբ եւ բադվով։ Այսինքն մեր անոթները, մեր անձերը պետք է մաքուր բայենք։ Սրբության եւ բադվով։ Ոչ թե ցանկության գրքով, ինչպես հեթանոսները, որոնք ազուն չեն ճանաչում։ Նրանք Աստված չգիտեն։ Մեր գոչումը սրբությունն է, մաքրությունն է։ Ուրեմն հետևեք մաքրությանը։ Ամաքրությունը մթակնում է հոգին եւ խանգարում Աստծո հետ հաղորդակցությունը։ Ամուսնության նպատակը սրբությունն է, այլ ոչ թե երջանկությունը։ Եթե միայն երջանկության համար մնանք, բայց սրբության հետևե չլինենք, ամուսնությունը դժվար խոչընդոտների առաջ կարա գտնվել։ Բադվեք ծնողական խորհուրդն ու օրհնությունը։ Հիշում եք Աբրահամ ինչ արեց։ Աբրահամ ուղարկեց իր ծառային, որպես իր դղու համար գին գտնի։ Իսահակ կարար ասել, այո, այնադեմվա սովորությունները դարբեր էին այսօրվանից, բայց այսօրը մենք գիտենք Հայաստանում, մենք հարգում ենք մեր ծնողները։ Երբեք չասենք, որ իմ հայրս կամ մայրս հոգևոր չէ, ես եկեղեցի կացող եմ, ուրեմն ես պետք չունիմ իր խորհուրդը, իր գաղափարը մտի գնելու։ Սա սխալ է։ Ամուսնության եւ որ հարցը գալիս է, ծնողները շատ բաներ հասկանում են։ Դրա համար Աստված ինք կարող է մեր ծնողների միջոցով մեզ առաջնորդել։ Նրա համար երբեք չանբատվենք մեր ծնողները, ինչու որովհետև Ազոխոսքը մեզ ասում է Ելից 20-ում բադվեք քո հայրդ եւ մայրդ։ Հետո Եփեսացիների 6:1-3 որդիներ հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ Բադվիր քո հորը մորը, սա է առաջին բադվիրանը, որ ուղեկցվում է փոխհատուցման խոստումով։ Փոխհատուցում ուզում ես ստանալ, նրանց օրհնությունը ստանալ։ Եվ երբ որ դերը Մովսեսի տվեց 10 բադվիրանները, միայն ավադացյալների համար չտվեց։ Ընդհանուր Իսրայելի ազգի տվեց։ Իհարկե հավատքի ժողովուրդ էին, բայց սա չի նշանակում, որ բոլորն էլ հավատացյալ էին։ Մենք գիտենք այդպես չէր։ Բայց նրանք պետք է որ հարգեին, բադվեին նրանց հորն ու մորը, որբեսի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես։ Պետք է բադվենք ծնողական խորհուրդն ու օրհնությունը։ Արագած 1:8-ը Աստվածքը ասում է. Որտյագիմ լսիր քո հոր խրադը եւ մի մերժիր մորդ ուսուցումը, որովհետեւ դրանք շնորհքի բսակ են քո գլխին եւ մանյակներ քո բարանոցին։ Այսինքն մտի գրե քո ծնողքին։ Էլի 11 Արագների 11:14 ասում է ժողովուրդը առանց առաջնորդության գնգնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։ Այսինքն մենք հասուն հավատացյալների, հասուն հոգևոր առաջնորդների, հասուն Աստծո ժողովրդի խորհուրդն պետք ունենք։ Նրա համար է այս հատվածներ ունենք այստեղ։ Հետո Արագների 15:22-ն ալ կարդանք, Արագած 15:22 առանց խորհրդակցության մտադրությունները ցախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։ Այսինքն մի խոսքով ծնողքդ եկեղեցվո Աստծո ժողովուրդը, ես չեմ ասում, որ Աստծո բոլոր ժողովուրդը պետք է գիտնա, ումի է դու ծանոթություն անում ես ամուսնության նպատակով։ Նայեցեք, ուզում ենք շեշտել ամուսնության նպատակով։ Մի քիչ հետ կպիտի խոսանք սիրահետության, ընդեմ ժամադրության նկատմամբ։ Այսինքն courtship for marriage
versus casual dating. Հիմա dating-ը Հյուսային Ամերիկայում, Եվրոպայում շատ ընդհանրացած բան է, ամեն մարդ dating-ի հետևից են։ Բայց եթե հավատացյալ քո ծնողքը չես արկում, եւ որ ծնողքը քեզ ասում է, չէ դղաս, այս աղջիկը քեզ համար չէ։ Okay, ինչու՞, կարծնես։ Կամ չէ աղջիկս, այդ տղան քեզ համար չէ։ Ինչու՞, կամ աղջիկը։ Ինչու՞։ Կարաս խոսալ, կարաս ասել շնորհալի կերպով։ Իհարկե, եթե ծնողքը դասա, որ լավ աղջիկ է, բան է, բայց հոգևոր է, հավատացյալ է, չեմ ուզում։ Այնադեմ պետք է ուրիշ խորհրդակցողներ ալ մեջ բերես, որբեսի կարողանան քեզ օգնել։ Կարող է որ քո հայրդ կամ մայրդ շիտակ չի հասկանում։ Հավատացյալ աղջիկ է, բարձրապես որ եկեղեցի գացող է, ես չեմ ուզում։ Սա չի նշանակում, որ ավտոմատ կերպով ուրեմն աղջիկան վրա պետք է մեկադասան X-ը քաշես եւ վերջ։ Իմաստություն կործածել կա։ Դեղական եկեղեցին կարևոր դեր ունի հավատացյալներին իմաստուն ամուսնական որոշումներ կայացնելու հարցում օգնելու գործում։ Ուրեմն դեղական եկեղեցու գործն է սա։ Որ դեղական եկեղեցին Աստծո ժողովուրդը այդ գործը անեն, այդ օգնությունը տան։ Աղոթքով փնտրեք Աստծո հաստատումը հանգամանքների միջոցով։ Ինչու հանգամանքների միջոցով։ Այո, ես չեմ ասում, որ ամեն հանգամանք, ինչպես մի քիչ առաջ ասացինք, ով դեր Մասարկիս եղբոր անունը օգտագործած է, ով դեր եթե աղջիկ մկա ես նստած եմ ջաշի ընթացքում այս երեկոյան մի բաժակ ջուր դա ինձ, ուրեմն այդ աղջիկը տոլ։ Բայց դրամաբանություն կա, որ պետք է օգտագործենք, այո, աղոթքը կարևոր է։ Մենք հիշում ենք մի քիչ առաջ ծննդոց 24-ում ուրեմն Եղիազարը ինչ արեց։ Ինքը աղոթեց Տիրոջը, չէ՞։ Ասեց ով դեր 12 ամառից իմ Տիրոջ Աբրահամի Աստվածը հանդիպեցրու նրան ինձ այսօր եւ ողորմություն արա իմ Տիրոջ Աբրահամին։ Ահա ես գանգնում եմ ջրի աղբյուրի մոտ։ Այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր անելու։ Եվ եթե լինի աղջիկան որ ասեմ եւ ինքը այդպես անի, օքեյ։ Եվ նայեցեք ինչ ասում է այդ Աստծո խոսքը։ Երբ աղջիկը արեց այդպես, ինքը չասեց, վայ ես ստացա Տիրոջից իմ աղոթքի պատասխանը, ոչ։ Դեր աղոթքով շարունակեց համբերությամբ մտորել, որ միթե Աստծո կամքը կատարվեց իմ Տիրոջ Աբրահամի զավգի համար։ Ինչու՞, որ նայեցեք 21 ամառ ինչ ասում է, բայց այն մարդը զարմանալով նրա վրա լուր մտածում էր, թե արդյոք դերը իր ճանապարհը աջակցել թե ոչ։ Սա անհավատություն չէ իր նախորդող աղոթքի նկատմամբ։ Սա շիդակ սուբկրայի մոդեցում է։ Ինչու՞, որ դակավին աղջիկա ծնողքը անտիբատ չէ։ Աղջիկա ծնողքը կարող է ասել՝ դու ով ես։ Աբրահամը քեզ ուղարկեց։ Ես չեմ ուզում իմ աղջիկը ստալ, գնա ինքը հերու երգիր։ Չէ։ Ինքը գիտեր իր աղոթքը։ Եվ մենք հանգամանքներու առումով փնտրենք Աստծո վերահաստատումը, վերահաստատումը հանգամանքների միջոցով, ինչու որովհետև Աստված մի անգամից մի աղոթքով չի պատասխանում եւ վերջ անպայման։ Ինքը քանի ծևերով մեզ արդեն ցուցադրում է, որ մեր խնդրանքը պատասխանվեց, ուրեմն ես կարողանամ հիմա մոտիկանալ ավելի իմ աղոթքս արդեն պատասխանվում է, միտքս սիրտս հանգիստ է հիմա։ Այս աղջիկա նկատմամբ կամ այս տղու նկատմամբ։ Բայց չլինի որ մի անգամ ես աղոթեցի, Աստված ինձ հայտնեց եւ վերջ։ Ոչ, դակավին ծնողքինը չխոսեցար։ Եթե ծնողքինը չխոսեցար, դեղը չհասար։ Եվ հետո 26-27 համարները մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջ եւ ասաց. Օրդյալ լինի իմ Տիրոջ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ Տիրոջը, եւ ճանապարհը դուրս եկել, դեռ ինձ առաջնորդեց իմ Տիրոջ եղբայրների տունը։ Աղջիկը վազեց եւ այս բաները պատմեց իր մորը։ Տեսնում եք, ինչպես, ասի, ինքը արդեն Տիրոջ փառապանումը, ինքը անդրադառնում է, որ դերը պատասխանեց, բայց տակավին կորձարկը չամփոփչացավ։ Պետք է գնա այդ խնդրո առարգա մարդկանց այդ խոսա աղջիկա վրայով, որ թույլատվությունը ունեմ, հետո աղջիկա հարցնեն։ Հիշում եք պատմության վերջը աղջիկա հարցնում են, գնում ես, ուզում ես գնալ, այո ասեց։ Եվ վերջ։
Դիրոջ օրհնությունը կա, աղջիկը այո ասեց, Աբրահամի ուզածի համացանը դիրոջ խոստումի համացան Աբրահամ շարժվեց, այդ ուխտի համացան, որ ծնունդոց 12-ում դեր հայտնեց Աբրահամի, եւ Զարան իր աղոթքի համացան աղոթքը պատասխանվեց, ծնողքը համացան էին, եւ ամեն բան լավ ընթացավ։ Ամուսնությունը վերջնական չէ։ Երբ ես Հայաստան գալիս էի, այս պատմությունը իմը դիունեի, որ մի անգամ գնամ Հայաստան։ Հայաստան գնամ, եթե դերը իմ ճանապարհս հաջողցրեց, Փառք Աստծո։ Եթե ոչ, ասեցի ես իմ մտքում կոնը մի անգամ Հայաստան տեսած կլինեմ։ Առանց գիտնալու իհարկե, որ Տերը օրի մեկը էլի պիտի բերե ինձ Հայաստան, անգամներ եւ անգամներ այդպիսով։ Ամուսնությունը վերջնականը չէ, Քրիստոսն է։ Ամուսնացեք միայն այն դեպքում, եթե դա գօգնի ցես ավելի շատ գնահատել նրան։ Ինչու որովհետև նրան պիտի փնտրես, իր հաստատումը պիտի փնտրես, պիտի խնդրես աղոթքով։ Եվ վերջին սկզբունքը մեր այստեղի սկզբունքների շարքին համբերադար եղեք եւ սպասեք Աստծուն։ Համբերադար եղեք եւ սպասեք Աստծուն։ Արագած 3:5-6 իմաստության մի վստահիր, դիրոջ ապավինիր, դիրոջ հուսա, դիրոջ վստահիր, ինքը քո ճանապարհները պիտի հաջողցնե։ Հետո Արագած 16:3 ասում է քո գործերը դիրոջը հանցնիր եւ քո մտադրությունները կհաստատվեն։ Դիրոջը հանցնիր։ Ինքը իր ժամանակը գիտի, ինքը իր գամքը գիտի, ինքը լավակույնը գիտի։ Եղբայրներ, քույրեր ջան, Աստված, եթե դուք կարծում եք, որ դուք անգամ ցանկանում եք ամուսնանալ, որ կարծեք թե Աստված ինքը հետաքրված չէ ձեր աղոթքը բացխանում, սխալ եք։ Աստված ավելի հետաքրված է իր ուխտը շարունակե հայտնել ամուսնացող զույգերի միջոցով, ինչու ինքը ծնունդոցում արդեն ասած է, աջեցեք շատցեք։ Սա իր ցանկությունն է, իր փափակն է։ Իհարկե, մենք երբեմն վշտանում ենք, նեղվում ենք, ինչու երբ մեզ պիտի մեր կյանքի գողագիծը, որ սիրենք, սիրվենք եւ այլ ընտանիք կազմենք, իհարկե, սրանք սուրբ ճշմարտություններ են, Աստծո խոսքի համաձայն, բայց համբերադար եղեք եւ սպասեք Աստծուն։ Հիշում եք ինչպես այս ծառան ծնունդոց 24-ում ինքը համբերադար էր, ինչու որովհետեւ Աստծո խոսքը ասում է, մի քիչ առաջ կարտացինք 21 համարում, բայց այն մարդը զարմանալով նրա վրա լուր մտածում էր, թե արդյոք դերը իր ճանապարհը հաջողցրել է, թե ոչ։ Չգիտեինք, աղոթեց, բայց չգիտեինք։ Բարձաբես որ աղոթեց եւ բաժակը Սարգիս եղբայրը սեղանի վրա դրվեցավ, սա չի նշանակում, հիմա դու բախտավոր ես, որ ասպես ասում եմ, որովհետեւ աղջիկներ կարող է լինեն, որ բաժակը բերեն քո առջև, բայց մի խափիր։ Շատ լավ։ Ուրեմն համբերադար եղեք եւ սպասեք Տիրոջը եւ Տերը, որովհետեւ ինքը իր ժամանակին կտա։ Նայեցեք, ես այսպես ասեմ, իմ վկայությունս հետեւյալն է։ Այո, կարող է մի քիչ ամաչեմ բան, բայց ամաչելու բան չի գա։ 30 տարեկան է որ ամուսնացա, ամաչելու բան չի գա։ Եվ 1-2 անգամ փորձեցի, տարիներու ընթացքին, եւ 20-ներու մեջն էի, չհաջողեցավ։ Այսպեսի լավ, գեղեցիկ, երդասարդ, չգադակ եմ անում։ Չեղավ։ Մինչև որ Տերը ինքը իր ուզածը բերեց եւ հիմա Տիրոջից շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ մյուսները չեղան, չհաջողվեցին։ Այդ կապը հաստատեմ նախինում, որտեղ Տիրոջ կամքի մեջ չէր, իհարկե։ Չեմ ասում որ վադանցիկ էին, չէ։ Տիրոջ կամքի մեջ չէր ինձ համար։ Եվ երբ Ադենը եկավ, եւ յետև նայում եմ, ասում եմ Տիրոջը միշտ շնորհակալ եմ ով Տեր կնոջս համար։ Սպասելը пассив չէ, այլ Աստծո գերիշխանության նկատմամբ ակտիվ վստահություն է։ Աստված ինքը գերիշխան է։ Ամեն բանի կարող է։ Չկա աննարին բան նրա համար։ Վստահենք նրան, համբերենք նրան, հավատարիմ մնանք նրա առաջ, որովհետեւ երբ ինք մեզ ցուցաբերե, ով է մեր կյանքի ընկերը, մենք արդեն իսկ պատրաստ ենք, բայց կարևորը որ մեր կյանքերը, մեր ընթացքը Տիրոջ խոսքի համաձայն լինի, որ այդ երաշխիքը ունենանք։ Այս մի խոսքով սա ամեն օրվա հավատարմության հետ կապ ունի։ Ժամե-ժամ, վարգյանը-վարգյան, րոպե-րոպե, վարգյանը-վարգյան, որովհետև ինչու, եթե դերքալը սկսենք անել մեր հոգևոր քայլվածքում, մեր հոգևոր քայլվածքը, մեր
սիրտը սկսում է այսպես ավելի խավարել, մեր խիղճը խանձվում է, ավելի եւ ավելի հեշտ է անազանդ գտնվել Աստծո խոսքին, եւ հետո մենք տակավին ակնկալում ենք, որ դերը մեր սուրբ բարի ցանկությունը ընտանիք կազմելու մեզ կտա, երաշխիքը չունեմ այնատեն, բայց երաշխիք ունեմ, որ դեր իմ աղոթքս լսում է եւ կպատասխանի իր ժամանակին, իր ուզած ձևով, երբ ես նրա շնորհով շարունակեմ հավատարիմ մնալ։ Իհարկե, երբ ադեներգա ցախողվենք կատարյալ ավադարմության մեջ, մենք գիտենք ումի գարանք դիմել, ինք մեր մեղքերը կարող է ներել եւ մեզ ամեն անհրաժեշտությունից սրբել։ Ուսով եմ, որ մեզ ամեն մեկը Տիրոջը զավակներ ենք այստեղ։ Եվ չկա մեր մեջ ոչ մեկը, որ տակավին Տիրոջ չի ասած, որով Տեր ես մեղավոր եմ եւ ուզում եմ ընդունել քեզ հավատքով։ Եվ Աստված նրա շնորհով Քրիստոսի միջոցով մեր մեղքերը ներում է։ Եվ եթե քո մեղքերը ներված չեն, որովհետև դու տակավին հստակ չես ես, որ միթե դու մեղքերդ ներված են կամ ոչ, խնդրում ենք եղբայրներին եւ քույրերին մոդիկացեք եւ խոսեցեք։ Այդ թեման ավելի կարեւոր է ներկայիս ցեզ համար, քան թե ամուսնության թեման։ Տերը դա որ ամենքս Տիրոջ զավակներ ենք այստեղը, որովհետեւ կարողանանք այդ փրկության վստահությունը մեր սրտերում ունենալ։ Ուրեմն այսպեսով ավարտում ենք մեր այս դասախոսությունը Դավիթ եղբոր աղոթքով մենք առանք բաժնվել եւ ջաշի գնալ։